Այսօրվա մեր հյուրն էր 44-օրյա պատերազմի մասնակից Աբրահամ Հակոբյանը, ով մարտական գործողություններին մասնակցել էր Մատաղիսի շրջանում։ Եթե դուք էլ Արցախյան 3 պատերազմներից որևէ մեկի մասնակիցն եք, ապա նշված կոնտակտային տվյալներով կապ հաստատեք մեզ հետ եւ հյուրընկալվեք մեր տաղավարում, կիսելով ձեր մարտական ուղուն եւ ձեր անցած զինվորական պատմությունները։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Դուք դիտում եք Նվիրյալների պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօր մեզ հյուրընկալվել է 44-օրյա պատերազմի մասնակից Աբրահամ Հակոբյանը։ Ողջույն Աբրահամ ջան։ Ողջույն։ Ուրախ ենք այսօր քեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Նմանատես։ Նաև շնորհակալ ենք, որ չես մերժել մեր այստեղ գտնվելու հրավերը, կկիսվես քո զինվորական ծառայության եւ մարտական գործողությունների անցած ճանապարհով։ Այ պատերազմը մինչև ծառայության մեկնելը քո մոտ ոնց է դասավորվել, ծառայության գնալուց հետո միանգամից հարմարվել ես ծառայության հետ, գործընթացը ոնց է ընթացել։ Դե ծառայություն գնալուց հարմարվել եմ, մի քիչ շուտ կասեմ, որ շուտ եմ հարմարվել, բարդ եմ հարմարվել ծառայությանը, դե մենակության մեջ կարելի ասել ամեն ինչից հեռու հեշտ կյանքը գնալ դժվարությանը կարոտին դիմանալը քիչ բարդ է, բայց ընդհանուր ծառայությանը մթնոլորտին տենց հարմարվել եմ։ Փորձել եմ ես շուտ ընտելանամ ծառայությանը, որովհետև եթե ինչքան ուշ ընտելանայի, այնքան ավելի դժվար ու երկար կթվար ծառայությունը։ Մինչ ծառայությունը Արցախում եղել էր, թե հենց ծառայությունը Եղել էի։ Իսկ որտեղից է սկսվել ծառայությունը, մեկնարկը, այտենց շարունակությունը ոնց է դասավորվել։ Ծառայությունը սկսել եմ Մադաղիսում, հետո եկել եմ Երևան 2 ամիս, վերապատրաստվել եմ ֆելդշերական դասընթացների ու նորից մեկնել եմ ծառայության։ Տեղից է սկսել ծառայությունը, մինչև կարելի ասել։ Այն օրինակ սիրում եք քո նոր մասնագիտությունը զինվորականը, բուժակ չէ։ Ֆելդշեր, հա։ Ես բժշկությունը չեմ սիրել մի քիչ, անկեղծ չեմ սիրել, ուղղակի զուտ ընդունվել էի, տենց սովորել էի, հետո տար կար հնարավորություն դառնալու։ Համել դե Ղարաբաղից դե գալու ժամանակ գալը շատ կարելի ասել մի քիչ կարգայական վիճակ էր էլի։ Բայց որոշակի ինֆորմացիա գիտելիքներ ունեիր այդ ոլորտի հետ կապված։ Ավարտել էի բժշկականը, սովորել էի, ընտանիքս մեծ մասը բժշկության հետ կապ ունի, որոշ չափով տեղեկացված էի։ Բայց եկած թե ավելի շատ բան սովորեցի, քան թե 3-4 տարվում ես որ համալսարանում կամ բանում որ սովորել եմ բժշկությունը։ Իսկ հետո այդ ոնց օգտագործվեց քո ծառայության ընթացքում, ինչ դեպքերով։ Ծառայությունս ընթացքում անկեղծ չի օգտագործվել, չի եկել այդ պահը, որ օգտագործեմ։ Դրա համար տենց չունեմ տենց պատմություն։ Ուղղակի բուժկետում էլի տենց։ Հա, բուժկետում չէ, բանում եմ եղել։ Գումարտակի ֆերշ։ Հա, գումարտակի ֆերշերն եմ եղել, վաշտի։ Հա։ Տենց ծառայությունս ընթացքում հա ու դեպքեր եղել են, բայց մնացածը տես չի եղել, տենց որ մեծ օգտագործելու կարիք լիներ։ Իսկ սեպտեմբերի 27-ը արդեն երբ պատերազմը սկսեց առավոտյան, այդ ժամանակ որտեղ էիր ու առաջին տպավորությունները, որ լսեցիր պատերազմը սկսել, ինչպիսի։ Առաջի տպավորություններս չհավատացի, որտեվ բան հոսպիտալում էի դեռ այդ ժամանակ, առողջական փոքր խնդիրներից ելնելով հոսպիտալում պարկած էի, որ զանգեցին, ասեցին տնեցիք զանգեցին, անսպասելի առավոտ ժամը 7-ին զանգեցին, ասեցին պատերազմը սկսե։ Քնած էիր։ Հա, քնած տեղից ասի, լավ չեմ հավատում, էլի լուրեր եք լսես, սխալ լուրեր եք լսե։ Հետո հասկացա, որ չէ, տեղափոխում են մեզի հոսպիտալից հոսպիտալ են տեղափոխում, որ ավելի խումբը ասես փոքրացնեն, որ հասկանան ում որտեղ տեղափոխեն։ Դից նոր հասկացա, որ պատերազմը սկսե, դից Հենց այդ օրվանից էլ սկսվել է, հա, այդ process-ը դուրս գրման, ասենց ասած։ Հա, այդ օրվանից այդ առավոտվանից սկսվել էր, ուղղակի տենց որոշ մարդիկ չէին թողնում առողջական խնդիրներից ելնելով դուրս գրեին, որ գնային նորից իմ զորամաս ծառայության, մարտական գործողությունների, մի քիչ ջանքեր պահանջվեց, մի քանի օր տևեց, որ թույլ տային էլի։ Արդեն երբ ես հասել առաջնագիծ։ Հոկտեմբերի 4-ին եմ հասել առաջնագիծ, ավելի ճիշտ հոկտեմբերի 5-ին արդեն առավոտյան եղել եմ Չաստում, էլի։ Մատաղիսի զորամասում։ Չէ, Մատաղիսի զորամասը արդեն այդ ժամանակ հանձնված էր եղել, Ալաշան գյուղում էին մնում զորքը։ Ինչքան էր հեռավորությունը զորամասից այդ։ Մոտավոր երևի 20-ից 30 կիլոմետր էլի։ Ահագին տարածություն է։ Հա, եթե այդպես մեքենայի ճանապարհով եմ հիշում, այդքան 30 կիլոմետր մաքսիմում, որ կարող այդպես հեռավորություն լիներ, բայց նույնն էր, ավելի։ Իսկ
Պատմություններից ինչ պատկերացում էր կազմավարշնի եւ վերընթացել այնտեղ մարտական Ես գործողությունները մինչև ամսի 4-ը։ Միջև ամսի 4-ը դե սաղուրը զանգեր, լուրեր, Կապեր, լսեհա, որ իմանանք ով ոնց է, ինչ է, ումից ինչ նորություն կա։ Բարդ էր իրականում շատ տպավորությունը ինչի բոլորը դեղ են ես չէ, այս հարցերն էլ շատ տանջում։ Այդ ամեն ինչը տանջելը ավելի բարդ էր ստեղ, քան թե իմ համար, քան թե այնտեղ լինելը։ Դրա համար այտենց ցանկությունս մեծ է, որ նորից հետ գնամ։ Հիշում եմ դաժե որ զանգեցի տղեկից մեկին, շոֆերներից մեկին ասի ախպեր հետ եմ գալի, ասես գիժես։ Սաղ ստեյց եմ փախնում, դու ստեյց եթում, ու տենց։ Այդ առաջին օրը հենց Մադաղիսի վրա հարձակումը ոնց գիտենք շատ ուժեղ ա եղել, կորուստները շատ են եղել, թե հասցրել են վերադասավորվել ձեր ստորաբաժանումը Մեր ստորաբաժանումից տենց որոշ շատ տեղեկություններ չունեմ, իմանալով ինչքան գիտեմ տեղեկությունները, տենց եթե ճիշտ են, իրանք ներքևն են եղել, բանում։ Զորամասում։ Զորամասում են եղել։ Մեր տղաները մեր բանի բատալյոնի տղեկ արդեն իջած են ամսի 25-ին իջել են, 27-ի առավոտ սկսել է իմանալով։ Դա հետո տղեկը բարձրացել են վերև էլի սաղ։ Արդեն ամսի 5-ից որ զորամաս հասար երբ մեկնեցին արդեն բուն ռազմական գործողություն։ Բուն ռազմական գործողությունների ամսի 7-ին 2 օր անտառում ենք մնացել։ Մատաղիսի անտառ։ Ալաշանի անտառներում ենք մնացել, ամսի 7-ին էինք բարձրանում դիրքեր ճանապարհին իմ հիշելով, եթե ճիշտ եմ հիշում, գիշերվա 11-ի կողմերն էր, որ բարձրանում էինք արդեն այդ ճանապարհին, որ հասնեինք վերջնակետին դիրքեր, որ արդեն սկսեինք մարտական գործողություններ, 2 սնայրադով մեր վաշտում, եթե ճիշտ եմ հիշում, զոհվեց 11 զինվոր ու 17 վիրավոր տվեցինք 2 սնայրադով։ Տեխնիկաները խփեցին։ Տեխնիկաներով չէինք, մենակ աղբանով էինք, զենքով էինք, որ բարձրանում էինք ուղղակի խրամատներում դիրքավորվելու։ Այդ եմ հիշում, վաշտի հրամանատարը զոհվեց, ու դասակիս հրամանատարը ու 11 զինվոր, 11 զինվոր Իսկ վիրավորում ստացա հայրը։ Այդ վաղ անկեղծ ասում եմ, ուղեղը մի հատված եմ հիշում, որ ուղեղը սանջատվել է ու կողքերս էլ բան չեմ հիշում ու հայտնվել եմ աչքերս բացել եմ Ստեփանակերտի հոսպիտալում, երևի ուղղակի ուշագնաց կամ այդ ազդեցության, գիտակցության կորուստ ա եղել, բայց մարմնական տենց ինչ որ վնասվածք չի եղել։ Ամսի 7-ին երբ գնացել եմ 8-ին թե 9-ի առավոտ չեմ հիշում կոնկրետ օժա բանո, որտեղ գիշերով եմ էլի հետ գնացել, գիշերով եկել եմ 2 օր էր անցել, նորից եկա Ալաշա, ուտեից նորից անտառներում մնացինք, հետո ամսի 14-ին բարձրացանք նորից դիրքեր, ուտեց վիրավորվեցի ամսի 14-ի առավոտյան։ Հարձակումը, բայց հիմնականում հրետանային հարվածներ էր, ԱԹՍ-ներ էր, թե պիխոտել էր գալիս ձեր վրա։ Ես պիխոտ չեմ տեսել այդպես շատ։ Պիխոտ անկեղծ չեմ տեսել, ես մենակ օթային բանով եմ հասկացել, որ վերևից են օթից են։ Այսինքն իրանք այդ նվազագույն խնդիրը լուծել էին, էլի, տարածքները որտեղ որ վերահսկող էր, հարակից տարածքների հանդեպ իրանք էին վերցրել էին, հա։ Ամսի 7-ի դեպքը տենց էր էլի, գիշերով Իսկ օրինակ բան էր, հրետանիով էին խփել, թե ինչով էին։ Առաջի այդ ամսի 7-ի, որ սնայրադը գցել էին, չգիտեմ ինչով էր գցել, ասենց երկար ճանապարհ էր։ Ու մենակ ուղիղ էր երևում, մթության մեջ քայլում էինք մի շարասյուն, մի վաշտի 50 հոգի իրար մեր քայլելու ընթացքում հարվածեցին, տենց վաշտը ցրվավ, ամեն մեկը որ բախկվի մի բան չլինի, թաքնվի։ Հետո դրանից հետո հասկացանք, որ վաշտից 11 հոգի վիրավոր, զոհվել է 17 հոգի վիրավոր, վաշտի հրամանատար չունեինք, արդեն վաշտի հրամանատարն էր այդ օրը զոհվել։ Հետո նորից հետ իջանք ներքև ու ամսի 14-ի առավոտյան բարձրացեցին վերև ճանապարհին գիշերով էր էլի, որ բարձրացանք արդեն լուսադեմ նոր էր բացվել լույսը։ Մինչև իջանք մեքենայից զենք զինամթերք մնացած վեշերը վերցելու, սնայրադը գցեցի մեքենայի վրա, փորձագետները, ինչքան գիտեմ հիվանդանոցի փորձագետները ասում էին կասետայինով են հարվածել։ Հետազոտությունից հետո տենց եզրակացություն։ Տենց էին ասում էին կասետայինով են հարվածել, որ մեքենան տրաքել է։ Իսկ վիրավորումները ինչպիսին են եղել քո արդեն։ Իմը եղել է ականջներս, որ առաջի կարգի առաջինը, թե չգիտեմ, արյունը որ տրաքում, արյունը, դրանք ա եղել, որ լսողության խնդիր եմ ունեցել, աչքերս։ Իսկ հիմա կարգավորվել է։
Ականջս 70%-ով ականջներս կարգավորվել է, աչքերս դեռ հələ վիրահատության կարիք ունի, երկրորդ անգամ ճաշված ոտքիս որ հատվածն է, աչ կողմս էլի կարելի ասել, սաղ հենց մանր ասկոլկաներ ալել։ Հոկտեմբերի 14-ին որ վիրավորվա աչքերս բացել եմ արդեն հասկացա որ մարմնից վրա ոչ հագուստ կա ոչ բան կա ու համարյա մեծամասնությունս էս ծածկված է հողով այդ աչքերս բացեցի մեքենայից հեռու հասկացա որ չէ բան որ տրաքել է ես ինձ հեռու է շպրտել մի հատ մեր տեղեկից մեկը կար որ մեզի օգնություն էր մնացել էր մեր կողը օգնություն էր ցույց տալի 7 վիրավոր ենք ունեցել այդ օրը Եկան երևի մի ժամ, 2 ժամ իմ կարծիքով չեմ էլ հիշում, ուղղակի տենց այ մոտ տպավորվել, որ 1-2 ժամ մնացել ենք այդտեղ, հետո մեքենան եկավ, շտապ օգնության այդ մեքենան սկորին եկավ, որ մեզի տեղափոխի, դե իս տեղեկից մեկը այդ եմ հիշում, որ բոլորից սենց ուղղակի լծվեցինք մեքենան, սենց նասիլկով բանով կեսից տարան, տեղափոխեցին, որ կանան բոլորը տեից անցնեն ու հիշում եմ մեր Հախվերդյան Միքոյին, որ սենց միջև վերջ մեր կողը մնաց, սենց ամեն մեկից մի հատ բուժ օգնություն ցույց տվեց, անգամ որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէր։ Ես որ ես լինեի, կարող է այդ ամեն ինչը ես տենայի ու հասկանայի, որ ես չեմ կարող ոչ մեկին օգնեմ, իսկ այդ տղան ամեն ինչի սենց չիմանալով գաղափար չունենալով բժշկության հետ ամեն մեկից վիրակապ դրեց, ամեն ձևով սենց ճանապարհեց դեպի հոսպիտալ։ Կարևոր առաջին բուժօգնությունը ցույց տվեց մեր համար։ Շատ ժամանակ այդ սառնասրտությունը հենց օգնում է, որ իրավիճակը հաղթահարեն, մենք էլ վերջեր ունեինք, ով լավ տիրապետում էր իր գործին, բայց այդ անընդհատ զոհեր վիրավորներ ինքը արդեն այդ իրավիճակում չէր կարողանում ինքնատիրապետում Դե դժվար է շատ արդեն վատ վիճակ էր ստեղ։ Շատ դժվար է դե ինքնատիրապետել։ Ուղեղդ անջատվում է կեսից ու հասկանում ես ոչ մի բան չես կարողանում ուղեղդ աշխատի պատկերացնես։ Իսկ վիրավորվելուց հետո ինչքան է տևել քո բուժման գործընթացը, այլևս հետ չես վերադարձել։ Հա, ծառայության էլ հետ չեմ գնացել, որտեվ եկան ասեցին կամ այստեղից բրծնում է քո ծառայությունը վերջ, այսքանն է քո ծառայությունը վերջացել է ու կամ դու որոշի էլի, տուն ես գնում կամ մնում ես հիվանդանոցում, ասեցի ես ավելի լավ տուն գնամ, տուն ավելի շուտ կգա բան կապակնվեմ։ Դից հետո տուն եմ գնացել ու ծառայությունս ավարտվել է էլի, կարելի ասել։ Իսկ մինչ այս ամեն ինչի միջով անցնելը կյանքում կարող պատկերացնել, որ կհայտնվես այս իրավիճակում։ Չէ, անկեղծ չեմ պատկերացրել, որ մեծ եղբայրս էլ բան քարերային է մասնակից, որ լսել եմ կողքից, տեսել եմ, տենց տան իրավիճակում, տան մեջ եղել եմ ու այդ իրավիճակը կողքից եմ սենց տեսել, մտածել եմ, չէ, ուղղակի սենց ուժու բան է, պատերազմ է, բայց որ մեջն ես լինում, հասկանում ես, չէ, ահա որ վատ բան է ու բարդ բան է շատ։ Կյանքի ամենասենց ահա որ սենց մի տեղ է ստիպում քեզ մտնել։ Ինչքան նոր փորձությունների մեջ ես անցնում հաղթահարում ու հետո արդեն կյանքի ընթացքում ինչ փորձության հանդիպում ես ավելի հեշտ ես կարողանում հաղթահարել։ Իմ համար հիմա կյանքում հենց այդ է էլի վատը։ Ես այն փորձությունը հաղթահարել եմ, առաջ եմ գնացել, բայց հիմա իմ համար ավելի է դժվարացել կյանքը։ Չգիտեմ, խի ես էլ եմ սկսել մտածել, ավելի բարդ է դառել, չեմ կարող երևի կյանքից ինչ որ մի հատ էտապ եմ հանդիպել, որ այնց է թվում։ Իսկ կորուստների մասով մոտիկ ընկերներ, մանկության ընկերներ ծառայության մեջ միակ ընկերն եմ ունեցել, որ շատ մոտ ենք եղել, նույն ավտոբուսով ենք գնացել Ղարաբաղ ու նույն սենց իրար կող ենք երևի 4 ամիս ծառայել, հետո եկել ենք երկուսով Երևան ֆերշերական վերապատրաստումներին էինք անցել, իր դեպքը, որ լսել եմ ինքը զոհվել է հոկտեմբերի 27-ին, որ զանգեցի 27-ի կամ 28-ի գիշերն եմ զանգել, օրերը չեմ հիշում կոնկրետ, զանգեցի մեր Ալենին, բան 2-րդ բատալյոնի, ասեցին մեր Նարեկից ինչ կա, խաբարություն կա, ասես մեր Նարեկը չկա ու այդքանն եմ իմացել, հետո բայց չեմ, հետո մնացածը տեսանյութերով, տենց ֆակտ Կարողացել ես իմանալ, որ տեղազոհվել է։ Հա, մադար Գևորգյան Նարեկը։ Հա։ Գևորգյան Նարեկի դա այդպես իմացել եմ էլի։ Ինքը հենց առաջնագծում էր, օգնություն ցուցաբերելուց էր իր դեպքը տեղի ունեցել, թե տեղեկությունով, չգիտեմ ինչքանով է այդել ճիշտ, ինչքանով սուտ, որտեվ ոչ տեսել եմ, ոչ տեղ չեմ եղել, որ հավատամ էլի, որտեվ ամեն մեկը տարբեր բան կար ասի, ասում են, որ Վաշտի հրամանատարի հետ մի քանի հոգով մտել են գրավված պոստը, որ նորից հետ վերցնեն, այդ ժամանակ խրամատի մեջ բոլորին սպանել են, էլի։ Տենց է դեպքը եղել։ Մնացածից տեղյակ չեմ։
Իսկ հոսպիտալի հետ այդքան առնչությունների ընթացքում ինչ դրվագ կցանկանաս առանձնացնել։ Հոսպիտալում մի հատ ցենց հետաքրքիր պատմություն եղավ, որ մինչև հիմա այդ աղջկան ցենց փորձել եմ ման գամ, բայց չեմ գտել, որը վիրավորվեցի, բերեցի Ստեփանակերտի հոսպիտալից, հոսպիտալում աչքերս որ բացեցի, կոյկիս կողքը հենց մյուս կոյկի կոյկի վրա նստած էր մի հատ աղջիկ, ցենց անսպասելի էր, որ ծառայության մեջ աղջիկ տենալ ցենց կողքդ լինի, ինչ գործ ունի բամը, ասացի ինչ խես եկե բան, ես բյուրեր է ձեռքը, ասաց էս բյուրեն կեր, ասում եմ ինչի համար, ասում եմ կեր որ ուժերը տեղը գա, այն որ չեմ կարող բերանս բացեմ, ամեն մի գթալը տալով սենց հերթով մեկի անունը ասեց էս ինչ մարդու խաթր կեր, էսի մամայի խաթր կեր, էսի պապայիդ խաթր, էսի աղբերներիդ խաթր, հերթով սաղ կեր, վերջում ինչ մնաց, ասել չեմ կարող ուտեմ, ասաց տեսավ էլ մարդու անուն չի կարող ասի, սաղին ասել, ասաց էս էլ իմ խաթր կեր, Դից ասացի ինչ ես եկել հոսպիտալ, ասաց տնեցիկից թաքուն եկել եմ, որ ստե առաջի բուժօգնություն մարդկանց ցույց տամ, ձեր կողքը լինեմ, ասի քո տեղը չի գնա, բաման, ասաց հենց բրծնի ամպեմը խոսք եմ տալի հետ կգնամ, ու այդ օրվանից աղջիկան չեմ տեսել, ոնց իմ համար ինքը շատ տպավորվեց մեջս, էլի, որ աղջիկ կամավոր տնեցիկից թաքուն եկե հասել է Ղարաբաղ, որ մեր կողքը լինի։ Ամփոփելով մեր հաղորդումը կցանկանամ առանձնացնել Գարեգին Նժդեհի խոսքերից. Մահը տրված է մարդուն այն հաղթահարելու համար։